Բարեձեզ, շատ լավ դուք։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում եւ Հանրապետության ամբողջ տարածքում։ Հերթական նոր գրասենյակը Աջափնյակ վարչական շրջանում է, Նազարբեկյան 31 կոտորակ 12 հասցեում։ Բազմաթիվ համակիրներ այստեղ են հանդիպելու կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Դրսում են խոսալու թե ներսում։ Ուրիշ ջան, ինձ հարմար է, որ ձեր բոլորի հետ նայելով ձեր աչքերի մեջ խոսեմ։ Իմ ուզածը, որ ինձ հասկանաք, լսեք, եթե հարցեր ունեք, անանք ստացող, մտքեր, ինչ որ կա, որ դուք ինձ ասեք, իմ պատասխանը դուք ստանաք։ Ինչ որ պատկերացնում եմ, ինչ տեսնում եմ, ինչ կարանք անենք, նայեմ ես ասելու։ Մենք ձեզ վստահում ենք եւ ձեր կողքին ենք։ Այսքան ժամանակ, ինչ որ ասել եմ, իմ ասածները ես պահել եմ։ Ինչից որ սկսել եմ, կառուցել եմ, զարգացել եմ, սարքել եմ, ես այս հողու ջրում ծնված մարդ եմ, կայացել եմ այս երկրում, արել եմ այս երկրում, կառուցել եմ դպրոցներ, մանկապարտեզներ, ուրացներ, եկեղեցիներ, սպորտ դպրոցներ եմ կառուցել, հիմա էլ Քրիստոսի արձան եմ կառուցում։ Դա կառուցում եմ մեր ազգի համար, որպես առաջին քրիստոնյաց, որ մենք աշխարհում ասելու բան ունենանք։ Եվ Աստծո կամոք կառուցումը ամենագեղեցիկ, ամենազորը մայիսից արդեն բաց է լինելու շինարարությունը։ Կարակ ընտանիքով, բարեկամներով գաք, մի քարել դուք դնեք, նպատակ պայելով, ու որ կարողանաք ձեր ընտանիքին, հետո ձեր թորներին էլ, որ դուք եք մասնակից այսօր գործի կառուցմանը։ Ես ջեր վերաբերմունքից մարդ ավելի պարտավորված ազգում, որ ավելի շատ անի, որ այդ վստահությունի պայու պահպան։ Այո, սպասում ենք, շատ ենք սպասում։ Միայն առողջություն եւ երկար տարիների շնորհավորում ենք դեր առաջ։ Շատ ձեզ հարգում։ Շատ շնորհակալ եմ, ես նորից եմ ասում, ես աշխատողի ընտանիքից եմ, զրոյից կայացել եմ, աշխատողի ղադրներ գիտեմ, ծառայողի, տարիքավորի, մարդը մեծ շարգի մեջ չի դա։ Դուք մեծ մարդ եք, մեծ։ Այո, այո։ Այն որ դուք եք անում քրիստոնեությունն եք պահպանում մեր հայության մեջ, հավալ է ձեզ։ Ես դա նորից եմ ասում, անում եմ, որ այսօր հայազգը միշտ հպարտ ազգ է, ասելու բան ունեցե, հպարտակ այլ է։ Մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգ ենք։ Գոնե դա ասելու հպարտորեն ու Աստծո կամոք կնենց է ստացվում, որ նմանակը չկա։ Ու Աստված դրան օգնում է, այնպեսի բանադառնում, որ սաղ աշխարհը գալու է։ Ու դուք պատկերացեք, եթե տարեկան 20-30 միլիոն մարդ գա նայելու համար, էլ Բրազիլիա չի գնա։ Եթե 20 միլիոն գա, $3,000 տուրիստը 3-ից 5-10,000 է ծախսելու։ Դա կազմամոտավորապես 60-80 միլիարդ, որը գալա իմ երկրից, ամբողջ Հայաստանում օգտվելու են, սկսած տաքսիստից, սկսած կաֆեներից, ռեստորաններից, ծառայողից, աշխատողից, Սևանել են գնալու, Լեննականել են գնալու, ջերմուկել են գնալու, կյանքը եռալու է։ Ու նմանատիպ հարկար է խոշոր 2 հատ ներդրումային ծրագիր։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։